Կարևորելով գյուղական բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիությունը, Հայաստանի հարավում իրար հետևից մանկապարտեզներ են բացվում։ Մեղրիի Շվանիձոր բնակավայրը նախակրթարան ունի, փոքրիկ, բայց հարմարավետ կահավորված ու աչք շոյող սենյակը երեխաների օրը հետաքրքիր կդարձնի։ Մենք նոր հորիզոն ենք գծում մեր երեխաների համար, հենասյուն համայնքի շարունակության համար, ուղերձ, որ նույնիսկ սահմանին հեռավոր բնակավայրերում մենք ստեղծում ենք հավասար հնարավորություններ, պատշաճ պայմաններ եւ արժանապատիվ ապագա։ 25-20-ի համար նախատեսված մանկապարտեզ այժմ հաճախում է 12 երեխա։ Բացի կրթական հնարավորություններից, այն նաև ստեղծել է 4 նոր աշխատատեղ։ Շվանիձորի, Կարճևանի եւ Ալվանքի մանկապարտեզները Ագարակի նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղերն են։ Մեր աշխատանքը մի քիչ ավելի դժվարացավ, բայց ամեն ինչ անում ենք յուղի երեխաների համար։ Ճաշացանկ կազմելու ենք Ագարակի մանկապարտեզով եւ ուղարկում ենք Ալվանք, Կարճևան եւ Շվանիձոր, նույն ճաշացուցակից օգտվելու են նաեւ մասնաճյուղերը, ասեմ, որ շատ հագեցած, չափորոշիչներին համապատասխան, ամեն ինչը թարմ ճաշացուցակ է։ Ավելի քան 20 տարի Շվանիձորը նախակրթարան չի ունեցել։ 5 տարվա ջանքերի, տեխնիկական ֆինանսական միջոցների ներդրման շնորհիվ բնակավայրն այժմ կապահովի նախադպրոցական կրթություն, որից նախկինում երեխաները զրկվել էին կամ այլ բնակավայրերում էին ստանում։ Հիմա շատ լավ է, աշխատող մայրերը կկարողանան իրենց ժամանակը ճիշտ կազմել եւ երեխաներն էլ իրենք կարող են իրենց ժամանակը հասկացնել մանկապարտեզում եւ լավ բաներ սովորել։ Աղջիկս ու տղաս հաճախելու են մանկապարտեզ, մեծ աղջիկս դպրոց։ Եվ շատ ուրախ ենք, որ բացվել է Շվանիձորի մանկապարտեզը, շատ երկար տարիներ ենք սպասել մենք դրան։ Վերջապես մեր երեխաները կունենան զբաղվելու, խաղալու հնարավորություն։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվել մանկապարտեզի նորոգումը։ Ներկաները հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները կնպաստեն համայնքային կյանքի զարգացմանն ու բնակիչների տեղում մնալուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը նախնական եղել է 34.5 միլիոն դրամ, որի մեջ պետական մասնաբաժինը շուրջ 65%, գույքի համալրումը իրականացվել է համայնք միջազգային գործընկերներ համագործակցության շրջանակում, նաև այն բոլոր գույքը, որը նախատեսված չի եղել եւ պարտադիր է եղել նախարարության կողմից սահմանված նորմերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվել է ձեռք բերել եւ նվիրաբերել Մեղրի համայնքին։ Բնակավայրի նոր շունչ հաղորդած կառույցը նաև շատերին Բաքում երկար խաղալու հնարավորություն կտա։ Հեռավոր Շվանիձորում այլ ծրագրեր եւս կյանքի կկոչվեն։ Այստեղ նախատեսվում է նաև կրթահամալիր շահագործման հանձնել։